Իմ աղբորս տղան է ծառայում, արդեն 9 ամիս է, ամառվա գնացած է, հոգեվիճակը, ասենք, իրանց մի քիչ ծանր է, ասենք, այս պահով, որ արդեն ոնց որ փոփոխություն արին, պարոն վարչապետը փոփոխություն արեց, դրին ազգային ժողովում հարցը, իրանց վրան ազդեց, իրանց հոգեկանի վրան, մեր երեխեն հիմա հոսպիտալում պարկած է, կանազում է պարկած, հենց հիմնական իմինավոյ է դա պատճառը եղել, որ հոգեկանի վրա ազդել է երեխու, ստրես է տարել, հավասարություն բոլորի համար է, հետի նույնն է նշանակում, ոնց որ տան մեջ մի երեխուն կանֆետ տաս, այն մյուսին չտաս, հարգելի վարչապետ, խոսքս ուղղում եմ քեզ, պարոն Փաշինյան, մենք ձեզ հարգում ենք, գիտենք, որ հարցին էլ կարող եք լուծում տալ, անխտիր, խնդրում ենք այս հարցին մի լուծում գտնեք, մի լուծում տաք, այդքան բան։ Անգամ ես կարող եմ ասել, որ մեր օգոստոսին բոլոր ծնողներն էլ դա կարան հաստատեն, որ երեխաները ստրես են տարել։ Մեր պահանջը դա է, լինի 8 տարի ու կես լինի։ Շնորհակալ ենք։ Շատ խնդրում ենք։ Խնդրում ենք եւ պահանջում ենք։ Շնորհակալություն։ Ներողություն կասեք, ինչ ստորագրական է այստեղ ինչի Սիմանի Ես չի գրում է Եթե լինի Ջրիկը ձերդերնա նրան է դեպի Զինվորների հետ կապված, որ բոլորին սարքեն 18 ամիս ժապկետով։ Հա, որ բոլոր ծնողները իրանք համաձայն են։ Հա։ 8 ամիս արդեն։ ձեր բողոքներ կներկայացվեք, օրինակ նշեցին, որ տղաները հոգեբանական